Հուլիսի 27-ին Երևանում կայացավ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը։ Այն բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Գլոբալ հետազոտության տեսակետից իր նպատակն է ապահովել համեմատելի տվյալներ ձեռներեցության մասին աշխարհով մեկ։ Եվ Հայաստանը դրա մեջ մաս է կազմում, եթե տենց գլոբալ նայենք։ Ես կարծում եմ եւ ինչպես ցույց է տալիս փորձը ամբողջ աշխարհի մնացած երկրների, այդպիսի հետազոտությունների նպատակն է հիմք հանդիսանալ համապատասխան ռազմավարությունների պետական քաղաքականության ձևավորմանը։ Հայաստանը երկրորդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը։ Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին։ Այս տարի եւս, ինչպես եւ 2019 թվականին, ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ, համեմատած ամբողջ աշխարհին, իրականում այդ ցուցանիշը շատ հետաքրքիր է, մանավանդ հաշվի առնելով, որ մնացած Սովետական միության, նախկին Սովետական միության երկրները միշտ ցույց են տալի ձեռներեցության նկատմամբ շատ ավելի ցածր հետաքրքրություն։ Սա երևի մեր սոցիալ-մշակութային, խորքային արդյունքների հետևանք է։ Կարող ենք հստակ բնորոշել, որ Հայաստանը ձեռներեցության ուղղվածությամբ շատ ավելի բարվոք վիճակում է, Արևելյան Եվրոպայում առաջի տեղն է գրավում, իսկ աշխարհում 4-5-րդ տեղերն է կիսում։ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024-2025 հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից եւ ավելի քան 2400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։ Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2000 չափահաս 18-ից 64 տարեկան բնակչության շրջանում եւ 37 ոլորտային փորձագետի հետ։ Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածում։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմնին եւ նաեւ գիտական, ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունը ըստ բնակչության տարբեր խմբերի եւ տնտեսության ոլորտների։ Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը եւ ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։ Ձեռնարկատիրության Հայաստանի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ շատերի դեպքում դա սոցիալական բնույթ ունի, այսինքն մարդիկ ձեռնարկատիրությամբ զբաղվում են ոչ թե աշխարհը փոխելու, սովորաբար տարբեր երկրներում մոտիվացիան տարբեր է լինում, Հայաստանում դա հիմնականում ուղղված է կենցաղային հարցեր լուծելուն, այսինքն որոշակի կենսամիջոցներ հայթայթելուն։ Սա իհարկե եւ մտահոգիչ է եւ նաեւ որոշակի առումով ես դրական եմ գնահատում, որովհետեւ մարդկանց մոտ այդ ջիղը կա։ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024-2025 հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում Արևելյան Եվրոպա պլյուս խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։ Երկու փուլ տվյալների հավաքագրման հիման վրա է ամբողջ աշխատանքը կատարվել, մեկը 2000 տնային տեսություններ, այսինքն անհատներ, որոնք ներկայացնում են տնային տեսությունները ամբողջ Հայաստանով հետազոտվել են, մյուսը Հայաստանում տարբեր ոլորտի փորձագետների հետազոտությունն է, 37 փորձագետ Հայաստանում 9 տարբեր ոլորտների ներկայացնող տվել են նաև իրենց կարծիքը։ Ու այս արդյունքները շատ մեծ առավելությունը այս հետազոտության այն է, որ նույն մեթոդաբանությամբ հետազոտությունը իրականացվել է բոլոր 51 երկրներում
Հետազոտությամբ արձանագրվում է, ձեռնարկատերերի հանդեպ հասարակական շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում։ Միևնույն ժամանակ զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական, այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից եւ կենտրոնանում է կրթության, թվային ներառականության եւ կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը եւ երկարաժամկետ գոյատևմանը։